Արդեն 2 օր է ողջ մամուլում տարածվում են դերասանուհի Մարի Պետրոսյանի լուսանկարներն ու տեսանյութերը։ Մարի Պետրոսյանը հայտնի դարձավ Ազիզյանները սիթքոմից։ Նա Ազիզյանները սիթքոմում հենց Մարին էր։ Վերջինս շատ էր սիրվել հանրության կողմից, սակայն եկավ շրջան, երբ նա դադարեցրեց իր դերասանական գործունեությունը և նվիրեց ինքն իր ընտանիքին։ Հայտնի դարձավ, որ դերասանուհին ամուսնացել է, երեխաներ է ունեցել և այդպես շարունակ։ Այս ընթացքում դերասանուհին ինստագրամյան և ֆեյսբուքյան հարթակներում որպես այդպիսին պասիվ էր։ Նա հրապարակումներ էր անում միայն իր երեխաների մասնակցությամբ, այդպիսով ցույց տալով ու նշելով, որ ինքն իրեն նվիրել է ընտանիքին։ Օրերս հայտնի դարձավ, որ դերասանուհին իր ամուսնական կյանքում բազմիցս բռնության է ենթարկվել։ Նա կիսվել էր հրապարակումով նշելով, որ պետք է մարդը սիրի ինքն իրեն և խորհուրդ էր տվել մարդկանց սիրել և հարգել առաջինը՝ սեփական անձին։ Մարիի այս հրապարակումից հետո ողջ մամուլը քննադատում էր նրա ամուսնուն, գովերգում էր Մարիի այս հանրայնացնելու քայլը, նշելով, որ պետք է Մարիի այս քայլը օրինակ լինի բոլոր այն մարդկանց համար, ովքեր ներընտանեկան կյանքում բռնության են ենթարկվում։ Մարդիկ ոգևորում էին Մարիին, նշելով, որ ճիշտ քայլի է դիմել, քաջալերում էին, ինչպես նաև նշում, որ իր կյանքի վատ փուլը արդեն իսկ փակված է։ Շատերը փորձում էին հետաքրքրվել, թե ով է Մարիի ամուսինը։ Տարիներ առաջ դերասանուհին հարցազրույցներից մեկում միայն նշել էր, որ իր ամուսինն իրենից տարիքով մեծ է և այլ մանրամասներ չէր հայտնել, իսկ այն հարցին, թե ինչու չի խոսել տարիներ առաջ իր ամուսնության, իր հարաբերությունների մասին, Մարին նշել էր, իսկ ինչու պետք է խոսեի, սակայն այսօր դերասանուհին արդեն որոշել է իր անձնական կյանքի տարբեր դրվագներ հանրային դարձնել։ Live 24 News-ը կարողացավ գտնել Մարիի ամուսնու ֆեյսբուքյան էջը, որտեղ վերջինս մի քանի հրապարակումներով ակնարկում էր դերասանուհուն։ Նրա հրապարակումներից երևում է, որ ներանձնական խնդիր է եղել իրենց միջև։ Նա իր խոսքում հայհոյանքներ էր գրել, մարմնավաճառ էր փորձել անվանել դերասանուհուն։ Միայն մի բանի համար եմ շատ ափսոսում, որ թանկարժեք վերաբերմունք եմ տվել էժանագին մարդկանց։ Ամեն մարդու սրտի չափ թող Աստված իրեն տա, ով ում ինչ է ցանկանում, կրկնապատիկը թող ստանա։ Երբեք քեզ մի ցածրացրու այն մարդու առաջ, ով քեզ չի հարգում։ Սերը լավ բան է, բայց սիրելուց առավել կա ինքնասիրություն, որ չի կարելի գցել ոտքի տակ։ Ահա այսպիսի հրապարակումներով է կիսվել Մարիի նախկին ամուսինը ֆեյսբուքյան իր էջում։ Թե իրականում ինչ է տեղի ունեցել, ինչու է զույգը բաժանվել, ինչու է ամուսինը նման քայլի դիմել, վնասելով իր երեխաների մորը, դժվար է ասել։ Սակայն պարզից էլ պարզ է, որ մի քանի օրյա հրապարակումները ավարտվել են այն ժամանակ, երբ ոստիկանությունը ձերբակալել է դերասանուհու ամուսնուն։ Նշենք նաև, որ ավելի վաղ հայտնել էինք Մարին տարածելով կայքերի հրապարակումները գրել է. ոստիկանության ժամանակին ու ճիշտ գործողությունների շնորհիվ ամեն ինչ արագ կարգավորվեց, հանցագործությունը կատարած անձը հիմա կրում է օրենքով նախատեսված պատիժը, բոլոր գործընթացները կատարվել են օրենքի համաձայն և ոստիկանության, դատախազության ու դատարանի արագ արձագանքի շնորհիվ ես այսօր առողջ եմ ու իմ երեխաների հետ ապահով ու խաղաղ միջավայրում, գրել է Մարին, այդպիսով նշելով, որ այս պահին իր կյանքում ամեն բան լավ է։ Նշենք նաև, որ ավելի վաղ դերասանուհին գրել էր «Հարգեք ու սիրեք ինքներդ ձեզ», ցույց տալով մարմնի վրա բռնության հետքերը։ Նա նաև հայտնել էր ամուսնալուծության մասին։ Հավելենք նաև, որ Հայաստանում վերջին շրջանում բռնությունն ու նման դեպքերը բազմաթիվ են։ Հայ հանրությունը շատ անգամ ականատես է լինում այնպիսի դեպքերի, որոնք տարիներ առաջ անգամ սարսափելի էր կինոներում տեսնելը։ Տափաթաղի 3-ամյա բնակիչ Տիգրան Հովհաննեսովի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նշանակվել են համալիր փորձաքննություններ։ Այս մասին Պանորամայեմին ասել են քննչական կոմիտեից, պատասխանելով հարցին Տիգրանի սպանության մեջ մեղադրվող հայրը կալանավորվելուց հետո ենթարկվել է բժշկական փորձաքննության։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ժամը 18:00-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Հովհաննեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։ Երեխայի կինը հայտնաբերել են նոյեմբերի 2-ին Ծափաթաղ գյուղի հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա դաշտամիջյան հատվածում։ Հենց նույն օրը Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր
Նախնական տվյալներով երեխայի հայրը խեղդամահանելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն, դիակի մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով, այն է սպանությունը։ Նշենք, որ ավելի վաղ ներկայացրել էինք ընտանիքի անդամներից մոր, հորաքրոջ, եղբոր և այլ հարազատների հարցազրույցները, ովքեր Տիգրանի որոնողական աշխատանքների ընթացքում ասում էին, որ տեղյակ չեն, թե ուր կարող է լինել փոքրիկը սովորություն ուներ բակում խաղալու և եղբոր հետ մոտակա տարածք են գնացել, որից հետո այլևս հետ չի վերադարձել Տիգրանը, փոխարենը հետ է եկել միայն եղբայրը, ով խոսել չի կարողանում։ Նշենք նաև, որ հորաքույրը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ երեխային երբ հարցեր են տալիս, նա ձեռքերով բռնում է իր կոկորդն ու սեղմում։ Այս կերպ հորաքույրը փորձել էր ցույց տալ, որ եղբայրը գիտի, թե ով է այս դաժան դեպքի հեղինակը։ Նշենք, որ համացանցում տարբեր մեկնաբանություններ էին գրում այն մասին, որ հորաքույրն իր մեղքի բաժինն ունի, բանն այն է, որ մայրը թողել էր երեխային հորաքրոջ խնամքին, նա աշխատում էր և պետք է հորաքույրը ուշադիր լիներ։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն Տիգրանի հորը քրեակատարողական հիմնարկում այնքան էլ լավ չեն ընդունել, նրան ճնշումների են ենթարկում, իսկ վերջինս հոգեկան առողջության խնդիրներ ունի։ Նա իր քայլը մեկնաբանում է այնպես, որ երեխան իր համար խորթ է եղել և հետևաբար էլ գնացել է նման դաժան քայլի, սակայն նրա մեկնաբանությունն ու նրա արդարացումը որևէ մեկի համար ընդունելի չէ։ Հավելենք նաև, որ ավելի վաղ ներկայացրել էինք այս ողբերգական դեպքի մանրամասներն ու հետևանքները։ Արդեն մի քանի օր է ողջ մամուլը ցնցած թեման փոքրիկ Տիգրանի սպանությունն էր։ 3-ամյա Տիգրանը Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղից էր։ Վերջինս խեղդամահ է արվել իր սեփական հոր կողմից։ Օրեր շարունակ ոստիկանները փրկարարական ջոկատները փնտրում էին տղային։ Արդեն 2 օր առաջ Դաշտամիջյան հատվածում գտնվեց Տիգրանը։ Դեպքից ժամեր անց պարզ դարձավ, որ նման սարսափելի քայլի դիմել է երեխայի հայրը։ Այսօր փոքրիկ Տիգրանի հուղարկավորությունն էր։ Ողջ գյուղը սգում է, ոչ ոք չի կարողանում համակերպվել դաժան իրականության հետ։ Համացանցային օգտատերերը մեղադրում են այս ընտանիքի ծնողներին, քանի որ մայրը պետք է թույլ չտար իր երեխային մենակ մնալ հոգեկան խանգարումներ ունեցող հոր հետ։ Նշենք նաև, որ համացանցի օգտատերերը նշում են, որ տարիներ առաջ այս ընտանիքը մասնակցել է Հրաչ Մուրադյանի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին, որտեղ բարձրաձայնել է իր խնդիրը։ Այդ ժամանակվանից մինչ օրս իրենց խնդիրը չի լուծվել, նրանց օգնություն չի ցուցաբերվել, ինչի արդյունքում անառողջ վիճակը տիրել է ոչ միայն այս ընտանիքում, այլ նաև այս մարդկանց հոգեկան աշխարհը այն չի եղել։